Ինչ կանեիք, եթե ձեր երկրի ղեկավարը հանկարծ խելագարվեր, ոչ թե պարզապես տարօրինակ որոշումներ կայացներ, այլ բառացիորեն կորցներ մարդկային կերպարանքը։ Պատմությունը սկսվում է մի հզոր թագավորից, Տրդատ III մեծից։ Նա այնքան դաժան էր, որ Աստծո պատիժն իջավ նրա վրա, բայց ոչ հիվանդության կամ պարտության տեսքով, ոչ։ Մի առավոտ նա արթնացավ և վերածվեց վայրի խոզի։ Այո, դուք չսխալվեցիք, հայոց արքան սկսեց մռնչալ ու թավալվել ցեխի մեջ, իր իսկ պալատի առաջ։ Սա անհավանական է, բայց ամենասարսափելին սա չէ։ Ամենաանհավանականն այն է, թե ով կարող էր նրան բուժել։ Միակ մարդը, ում օգնությունը կարող էր փրկել Հայաստանը, այն նույն մարդն էր, ում թագավորը 13 տարի առաջ նետել էր օձերով լի փոսը մեռնելու։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ նրանք կրկին հանդիպեցին, և կպատմենք այն աստվածային տեսիլքի մասին, որը ծնունդ տվեց մի ամբողջ ազգի հավատքին։ Սա պարզապես պատմություն չէ, սա հոգևոր թրիլլեր է, որը կերտել է մեր ինքնությունը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Արարատյան դաշտի վրա մթնշար էր իջնում, ծանր, թանձր ու խեղդող, կարծես աստվածները հսկայական մոխրագույն սավան փռած լինեին աշխարհի վրա։ Վաղաշաբաթ մայրաքաղաքի հեթանոսական տաճարների ոսկեզօծ կտուրները վերջին անգամ անդրադարձնում էին մայր մտնող Արեգակի բոսորագույն առնան նման շողերը, դառնալով վիթխարի զոհասեղաններ, որոնց վրա կարծես դեռ մխում էր օրվա զոհաբերությունը։ Օդը հագեցած էր խունքի, զոհաբերված կենդանիների մարմրող մսի և չորացած խոտերի խառը թմրեցնող բույրով, որը կպչում էր կոկորդին ու պտտցնում գլուխը։ Տրդատ III մեծ արքան հզոր վիթխարի կազմվածքով մի մարդ, ում մեկ հայացքից անգամ ամենախիզախ զորավարների ծնկներն էին դողում, կանգնած էր Արամազդի մեհյանի բարձր աստիճաններին։ Նրա հայացքը հարված էր հեռվում վերխոյացող Մասիսի սրբազան ձյունապատ գագաթին, բայց նրա միտքը, նրա հոգին հեռու էին այդ լեռնային խաղաղությունից։ Անհանգստություն էր կրծում նրա սիրտը, մի անանուն սառը ворդ, որը սողոսկել էր նրա զրահի տակ և հասել մինչև հոգու խորքերը։ Հռոմեական կայսրությունը մի կողմից, Սասանյան Պարսկաստանը մյուս սեղմում էին հայոց աշխարհը մահացու օղակի մեջ, և նա զգում էր, թե ինչպես է այդ օղակը օրեցօր նեղանում։ Տրդատը գիտեր, որ միայն սուրն ու վահանը բավարար չեն։ Իր ժողովրդին անհրաժեշտ էր միասնություն, անհրաժեշտ էր հավատք, այն հին քարե աստվածների հանդեպ հավատքը, որը դարեր շարունակ պահպանել էր իր նախնիներին։ Բայց այդ հավատքը ճաքեր էր տալիս, քայքայվում էր ներսից։ Ստվերում մի նոր, տարօրինակ ուսմունք էր տարածվում, մի խաչված, պարտված Աստծու մասին պատմություն, որը քսուտի պես սողոսկում էր պալատական ճոխ միջանցքներ և հասարակ զինվորների կեղտոտ վրաններ։ Այդ ուսմունքը կոչվում էր քրիստոնեություն, և Տրդատն ատում էր այն իր էության ամբողջ խորքով։ Հենց այդ պահին նրա մոտ եկավ իր ամենավստահելի սպասավորներից մեկը, պարթևական ազնվական տոհի սերունդ Գրիգորը։ Բարձրահասակ, նիհար, ասես ծոմապահությունից քարացած, բայց պողպատե կամքով և անհասկանալի խորություն ունեցող աչքերով այս մարդը տարիներ շարունակ հավատարմորեն ծառայում էր արքային։ Տրդատը նրան վստահում էր իր կյանքը, իր թիկունքը ճակատամարտում, բայց չէր էլ կասկածում, որ Գրիգորի սրտում վառվում էր մի անշեջ կրակ, որը շատ ավելի հզոր էր, քան հեթանոսական բոլոր զոհասեղանների բոցերը միասին վերցրած։ Գրիգորը քրիստոնյա էր։ Նրա հավատքը Քրիստոսի հանդեպ բացարձակ էր, անսահման, անսասան։ Նա տեսնում էր Տրդատի հոգու տագնապը, զգում էր նրան ներքին խավարը և ամեն օր ծնկաչոք աղոթում էր, որ լույսը ճանապարհ գտնի դեպի այդ կռապաշտ, բայց տառապող սիրտը։ «Արքա Տեր, ժամն է երեկոյան զոհաբերության», հանգիստ, խորը ձայնով ասաց Գրիգորը, չխախտելով արքայի մտորումները։ Տրդատը դանդաղ շրջվեց։ Նրա աչքերում մի պահ փայլատակեց մի հարց, որը նա չհամարձակվեց բարձրաձայնել։ «Իսկ քո Աստվածը զոհեր պահանջով, Գրիգոր»։ Փոխարենը նա պարզապես գլխով արեց և ծանր, հրամայական քայլերով շարժվեց դեպի Անահիտ Դևուհու տաճարը, դեռ չգիտակցելով, որ իր և իր հավատարիմ ծառայի միջև գոյություն ունեցող անտեսանելի անդունդը շուտով վերածվելու է արյունոտ, անհաշտ հակամարտության, մի պայքարի, որը պիտի որոշեր ոչ թե երկու մարդու, այլ մի ամբողջ ազգի ճակատագիրը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում։
Միևնույն ժամանակ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մի հնամաշ կավե կացարանում մի խումբ կույսեր Հռիփսիմեի և Գայանեի գլխավորությամբ ծնկի էին եկել Սառը գետնին և աղոթում էին։ Նրանք փախել էին Հռոմից, Դիոկլեղետիանոս կայսեր հալածանքներից և ապաստան էին գտել այս օտար, բայց հյուրընկալ թվացող երկրում։ Նրանց աղոթքները մեկ բանի համար էին, որպեսի խաչի լույսը փայլի Արարատի երկրում, որպեսի այս ժողովուրդը ճանաչի ճշմարիտ Աստծուն։ Նրանք դեռ չգիտեին, որ իրենց իսկ անմեղ արյունը պիտի դառնար այն սերմը, որից պիտի ծլեր հայոց եկեղեցին, և որ իրենց նահատակությունը պիտի դառնար այն կայծը, որը կբորբոքեր հավատքի հրդեհը։ Մթությունը խտանում էր, բայց դա միայն սկիզբն էր, անխուսափելի բախումը մոտենում էր, և դրա հետևանքները պիտի ցնցեին երկինքն ու երկիրը։ Հայաստանը խաչմերուկ էր, 4-րդ դարի սկզբին այն վերածվել էր երկու հսկաների՝ Հռոմի և Պարսկաստանի բախման արյունոտ թատերաբեմի, մի նեղ շավիղ երկու գիշատիչ գազանների միջև։ Տրդատը, որ մանկությունն անցկացրել էր Հռոմում, կրթվել որպես անխոցելի հռոմեական զինվոր և վարժվել գլադիատորական մարտերում, վերադարձել էր հայրենի գահին հռոմեական լեգենոնների օգնությամբ։ Նա ատում էր պարսիկներին մահացու, կենթարական ատելությամբ, քանզի հենց նրանք էին սպանել իր հորը՝ Խոսրով թագավորին։ Եվ այդ սպանության կազմակերպիչը, ըստ պալատում շրջանառվող մութ լեգենդի, եղել էր Պարթև Անակը, հենց Գրիգորի հայրը։ Սա անձնական վրեժխնդրության մի սարսափելի պատմություն էր, որը թաքնված էր քաղաքական հաշվարկների և կրոնական պայքարի հաստ վարագույրի հետևում։ Տրդատը դեռ չգիտեր այդ սարսափելի, այրող գաղտնիքը, բայց գիտեր Գրիգորը, և այդ բեռը քարի պես ծանրացել էր նրա սրտին։ Հայոց հավատքը հզոր էր, բայց խառը, ինչպես լեռնային հեղեղը, որ իր ճանապարհին քշում տանում է ամեն ինչ։ Դարերի ընթացքում այն իր մեջ ներծծել էր պարսկական զրադաշտականության կրակը, հունական դիցաբանության գեղեցկությունը և տեղական հնամենի հավատալիքների խորհրդավորությունը։ Արամազդը երկնքի հայրն էր, ամպրոպների տիրակալը, Անահիտը պտղաբերության և մայրության ոսկեզոծ աստվածուհին, Վահագնը քաջության և պատերազմի վիշապաքաղ աստվածը, ում ծնունդը ցնցել էր երկինքն ու երկիրը։ Նրանց պատվին կառուցվել էին շքեղ, սյունազարդ տաճարներ Գառնիում, Արտաշատում, Երիզայում։ Քրմական դասը վայելում էր անսահման իշխանություն և անհաշիվ հարստություն։ Զոհաբերությունները, գուշակությունները, խնջույքներն ու տոնակատարությունները կյանքի անբաժանելի մասն էին։ Սակայն քրիստոնեությունը նորություն չէր Հայաստանում։ Ոչ, դեռ առաջին դարում Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզել էին ավետարանի խոսքը հայկական քարքարոտ հողի վրա, իրենց սուրբ արյամբ սրբագործելով այն։ Այդ ժամանակից ի վեր փոքրիկ, գրեթե անտեսանելի համայնքներ էին գոյատևում, գաղտնի, մշտական հալածանքների պայմաններում։ Նրանք հավաքվում էին գիշերով, քարանձավներում կամ մասնավոր տների նկուղներում, կատարում էին հաղորդության խորհուրդը, մկրտում նորադարձներին և աղոթում մի օրվա համար, երբ լույսը վերջապես կհաղթանակեր խավարին։ Գրիգորը հենց այդ ստորգետնյա կատակոմբային եկեղեցու ծնունդն էր։ Կրթված լինելով Կեսարիայում, նա վերադարձել էր իր հայրերի հողը, ծառայելու իր ժողովրդին և իր Աստծուն, նույնիսկ եթե դա արժենար իր կյանքը։ Մոտալուտ պայքարի առաջին որոտը հնչեց, երբ Տրդատը, պարսիկների դեմ փառահեղ հաղթանակ տանելով, որոշեց շքեղ տոնակատարություն կազմակերպել Երիզա քաղաքում, Անահիտ աստվածուհու մեհյանում։ Ըստ հնահենի ավանդույթի, արքայի բոլոր մերձավորները պետք է ծաղկեպսկակներ և թանկարժեք ընծաներ բերեին աստվածուհու ոսկեձույլ արձանին։ Գրիգոր, հրամայեց Տրդատը, նրա ձայնը արձագանքեց տաճարի մարմարե պատերի մեջ, վերցրու այս դափնեպսակը և դիր ոսկեդարյան մոր արձանի առաջ։ Թող նա օրհնի մեր զենքերը և պարգևի մեզ նոր հաղթանակներ։ Ամբողջ պալատը, բոլոր նախարարներն ու զորավարները սպասում էին, շունչները պահած։ Գրիգորը կանգնած էր անշարժ, ասես քարից կերտված արձան լիներ։ Նրա դեմքը քարացել էր, և միայն նրա աչքերում էր վառվում ներքին պայքարի կրակը։ Խորը շունչ քաշելով, նա հանգիստ, բայց այնքան պարզ ու լսելի ձայնով պատասխանեց. «Արքա, ես քրիստոնյա եմ»։ Երբ նա դա ասաց, ամբողջ տաճարը սառեց։ Ես երկրպագում եմ միակ ճշմարիտ Աստծուն, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ Ես չեմ կարող երկրպագել քարից ու փայտից կերտված անշունչ կուռքերին։ Օդը կարծես սառեց։ Լռությունը խախտում էր միայն ջահերի խշխշոցը և քրմերի ծանր շնչառությունը։ Տրդատի դեմքը մթագնեց, ինչպես ամպրոպից առաջ երկինքը։
Սա ոչ թե պարզապես անհնազանդություն էր, ոչ, սա բացահայտ մարտահրավեր էր, ուղղված իր իշխանությանը, իր աստվածներին, իր ամբողջ աշխարհայացքին։ Հակամարտությունը սկսված էր, եւ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի, արյունոց գին պիտի վճարվեր դրա համար։ Պատմության անիվը սկսել էր պտտվել դեպի անխուսափելի ողբերգությունը։ Տրդատի զայրույթը նման էր հրաբխի ժայթքման, քմբլայնդինգ, անկառավարելի և կործանարար։ Նա, ով իր մերկ ձեռքերով հաղթել էր հռոմեական գլադիատորներին և պարսկական հեծելազորին, չէր կարող հանդուրժել նման հանդգնություն իր իսկ պալատում, իր իսկ աստվածների տաճարում։ Սկզբում նա փորձեց համոզել Գրիգորին, օգտագործելով խոստումների և սպառնալիքների խառնուրդ։ «Ապաշնորհ մարդ», գոչեց նա, և նրա ձայնը որոտի պես թնդաց մարմարե սրահում։ «Մի՞թե մոռացել ես իմ բարությունն ու ողորմությունը։ Ես քեզ բարձրացրի փոշուց, պատիվներ տվեցի, իմ սեղանակիցը դարձրի, իսկ դու այսպես ես հատուցում։ Հրաժարվիր քո այդ խաչված անզոր Աստծուց և զոհ մատուցիր մեր հզոր, հաղթանակ պարգևող աստվածներին, և ես կներեմ քեզ քո հիմարությունը»։ Գրիգորը հանգիստ նայեց արքայի կրակոտ աչքերին, և նրա հայացքում չկար ոչ վախ, ոչ էլ հպարտություն, այլ միայն անսահման տխրություն և կարեկցանք։ «Իմ թագավոր», պատասխանեց նա հստատ ու հանգիստ, «մարմնական պատիվները ժամանակավոր են, ինչպես առավոտյան ցողը, բայց հոգու փրկությունը հավիտենական։ Ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ այս աշխարհում, անգամ իմ շունչը, բայց չեմ ուրանա իմ Տեր Հիսուս Քրիստոսին, որն իր արյամբ փրկեց ինձ»։ Այս պատասխանը վերջնականապես կատաղեցրեց տրդատին։ Դա վարոտի տակառի մեջ նետված կայծ էր։ Սկսվեցին չարչարանքները։ Դրանք ոչ թե պարզապես պատիժ էին, այլ սատանայական հնարամտությամբ մտածված տանջանքների մի անվերջանալի շարք, որոնց միակ նպատակն էր կոտրել Գրիգորի կամքը, ստիպել նրան ուրանալ իր հավատքը։ Նրան կախեցին ոտքերից, գլխիվայր, մարմինը ծեծեցին երկաթե, փշոտ գավազաններով, մինչև միսը պատառոտվեց։ Կրունկների մեջ ժանգոտ մեխեր խրեցին, իսկ հետո վրան հալած կապար լցրեցին, որը այրում էր նրա մարմինը։ Բայց դա միայն սկիզբն էր։ Յուրաքանչյուր նոր տանջանքից հետո, երբ դահիճներն արդեն ուժասպառ էին լինում, իսկ արքան սպասում էր Գրիգորի ճիչերին ու աղաչանքներին, նրա արյունոտ շուրթերից լսվում էր միայն աղոթք. «Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ Նրա գերմարդկային տոկունությունը սկսեց անհանգստացնել ոչ միայն տրդատին, այլև հեթանոս քրմերին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է այս մեկ մարդու անսասան հավատքը սասանում իրենց աստվածների հեղինակությունը ժողովրդի աչքում։ Ավագ քրմերից մեկը, ծեր ու խորամանկ մի մարդ, ում անունն էր Որմիստ, մոտեցավ արքային և խորհուրդ տվեց. «Տեր, այս մարդու համառությունը վտանգավոր է, ժողովուրդը սկսում է շշնջալ նրա հրաշագործ տոկունության մասին, նրա մահը նրան նահատակ կդարձնի, իսկ նրա ուսմունքը ավելի գրավիչ։ Պետք է նրան այնպես անհետացնել, որ ոչ ոք չիմանա ողջ է թե մեռած»։ Հենց այդ ժամանակ տալատ հասավ մի լուր, որը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Արքայի գլխավոր լրտեսը, որ երկար ժամանակ հետևում էր Գրիգորի անցյալին, պարզել էր սարսափելի ճշմարտությունը։ Նա մոտեցավ տրդատին, ընկավ նրա ոտքերը և դողացող ձայնով ասաց. «Արքա, այն մարդը, ում դու վստահում էիր, ում քո եղբոր պես էիր սիրում, նա Անակի որդին է։ Նա այն դավաճանի որդին է, որ սպանեց քո հորը Խոսրով արքային»։ Տրդատը քարացավ, օդը պակասեց նրա թոքերում։ Այն, ինչ մինչ այդ կրոնական պայքար էր, միանգամից վերածվեց անձնական, արյունոտ վրեժի, զայրույթի, դավաճանության և անսահման ցավի միախառնումը մթագնեց նրա բանականությունը։ Նա այլևս չէր տեսնում Գրիգորի մեջ մոլորյալ հավատացյալի, այլ տեսնում էր իր հոր սպանողի արյունը, իր տոհմի թշնամուն։ Նրա պատիժը պետք է լիներ ավելի դաժան, քան մահը։ «Նրան գցեք Արտաշատի բերդի գուբը», գոռաց տրդատը, և նրա ձայնը խզվեց ցավից ու ատելությունից։ «Այնտեղ, ուր օձերն ու կարիճներն են բնակվում, թող նա ողջ փտի խավարի մեջ։ Ոչ մի կտոր հաց, ոչ մի կաթիլ ջուր, թող նրա Աստվածը փրկի նրան, եթե կարող է»։ Այդ գուբը հայտնի էր որպես խոր վիրապ, դա մահվան դատապարտվածների վայր էր, որտեղից վերադարձ չկար։ Երբ զինվորները Գրիգորին քարշ տալով տանում էին դեպի ստորերգրյա բանտը, նա նայեց երկնքին և շշնջաց. «Տեր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»։ Նա չգիտեր, որ այդ խավար, գարշահոտ փոսը պիտի դառնա ոչ թե իր գերեզմանը, այլ մի ամբողջ ազգի վերածննդի օրանը։
Ճակատագրի հեգնանքով նրա տառապանքները միայն սկիզբն էին Հայաստանի փրկության ճանապարհին։ 13 տարի։ 13 անվերջանալի, տանջալից տարիներ Գրիգորն անցկացրեց խոր վիրապի խավարի, խեղդող խոնավության և սառնության մեջ, մի վայրում, որտեղ ժամանակը կորցրել էր իր իմաստը, իսկ օրն ու գիշերը միախառնվել էին մեկ անվերջանալի մղձավանջի մեջ։ Օձերն ու թունավոր միջատները սողում էին նրա շուրջը, բայց, ասես աստվածային հրամանով, նրանց չէին դիպչում։ Ըստ ավանդության, մի բարեպաշտ կին, ում հրեշտակն էր հայտնվել տեսիլքում, ամեն օր գաղտնի մի կտոր նպաստ հաց էր իջեցնում վիրապ, կենդանի պահելով Աստծո ընտրյալին։ Իսկ վերևում, լույս աշխարհում, կյանքը շարունակվում էր իր հունով։ Տրդատ թագավորը, խորտակելով իր նախկին բարեկանին խավարի մեջ, կարծում էր, որ նրա հետ միասին թաղել է նաև քրիստոնեության հիշատակը։ Նա դաժանորեն սխալվում էր։ Հենց այդ ժամանակ Հայաստան հասան հռիփսիմյան կույսերը, 37 հոգի, որոնք փախել էին Հռոմից։ Նրանք երիտասարդ էին, գեղեցիկ, ազնվական տոհմերից, և իրենց կյանքը ամբողջությամբ նվիրել էին Քրիստոսին, իրենց երկնային փեսացուին։ Նրանց առաջնորդում էր իմաստուն մայրապետ Գայանեն, իսկ նրանց մեջ իր անզուգական գեղեցկությամբ և հոգու անսասան ամրությամբ առանձնանում էր Հռիփսիմեն։ Փախչելով Հռոմի Դիոգլետիանոս կայսեր հետապնդումներից, ով կուրացած նրա գեղեցկությունից ցանկանում էր բռնի ամուսնանալ նրա հետ, նրանք ապաստան էին փնտրում հայոց աշխարհում, հույս ունենալով այստեղ գտնել խաղաղություն։ Բայց նրանց գեղեցկության մասին լուրերը, ինչպես անտառային հրդեհ, հասան Տրդատ թագավորին։ Արքան, տեսնելով Հռիփսիմեին, կուրացավ նրա գեղեցկությունից և անմիջապես ցանկացավ նրան իր կինը դարձնել, իր հարեմի գոհարը։ Նա ուղարկեց թանկարժեք նվերներ, մետաքս, ոսկի, գոհարներ, խոստացավ անսահման իշխանություն և հարստություն։ Դու կլինես հայոց թագուհին, ասում էին նրա սուրհանդակները։ Քո ոտքերի տակ կլինի այս ամբողջ թագավորությունը։ Բայց Հռիփսիմեն արդեն ուներ իր երկնային փեսացուն։ Նա վճռականորեն, առանց վարանելու, մերժեց արքայի առաջարկը։ Ես Քրիստոսի հարսնացուն եմ, հայտարարեց նա, և նրա ձայնի մեջ կար պողպատե ամրություն, և իմ հավատքը չեմ փոխի երկրային որևէ գանձի հետ։ Տրդատի համար, ով սովոր չէր մերժում ստանալ, սա աննախադեպ հարված էր իր ինքնասիրությանը։ Նրա անասելի սերը վայրկենապես վերածվեց կատաղի, այրող ատելության։ Եթե չի կարող իրենը լինել սիրով, կլինի ուժով։ Նա հրամայեց բռնի բերել Հռիփսիմեին պալատ։ Երբ կույսը դիմադրեց, Տրդատը, կորցնելով իրեն, փորձեց ուժով տիրանալ նրան։ Սակայն Աստծո զորությամբ Հռիփսիմեն, այդ փխրուն թվացող աղջիկը, ցույց տվեց գերմարդկային ուժ և ետ մղեց հզոր արքային, գետին տապալելով նրան։ Ամբողջ պալատը, բոլոր նախարարներն ու ծառաները ականատես եղան իրենց արքայի անասելի նվաստացմանը։ Ինչ կասեն հավատացյալները, ինչ կասի ժողովուրդը։ Այս միտքը մրջի պես զարկում էր Տրդատի գլխին։ Նրա հեղինակությունը, նրա պատիվը ոտնահարված էր։ Մի քրիստոնյա տղամարդ, Գրիգորը, դիմացել էր իրեն տանջանքներին, իսկ հիմա մի քրիստոնյա կին նվաստացրել էր իրեն բոլորի աչքի առաջ։ Նրա զայրույթը սահման չուներ։ Նա հրամայեց դաժանագույնը սպանել Հռիփսիմեին և մյուս բոլոր կույսերին։ Սկսվեց սոսկալի, անմարդկային կոտորած։ Դահիճները կտրեցին նրանց լեզուները, հանեցին աչքերը, քարկոծեցին և կտոր-կտոր արեցին նրանց մարմինները։ Գայանեն, տեսնելով իր հոգևոր դուստրերի տառապանքները, քաջալերում էր նրանց մինչև վերջին շունչը։ Մի վախեցեք, քույրեր, քանզի մեր փեսացուն սպասում է մեզ երկնքում, անթառամ պսակներով։ Այդ օրը վաղարշապատը լցվեց անմեղ արյան հոտով։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոճրագործությունից անմիջապես հետո Տրդատի վրա իջավ Աստծո սոսկալի պատիժը։ Նա սկսեց տարօրինակ վարք դրսևորել, մռնչալ, իր վրայից պատառոտել հագուստը։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Հզոր արքան սկսեց վերափոխվել։ Նրա մարմինը ծածկվեց կոշտ խոզի մազերով, ձեռքերն ու ոտքերը վերածվեցին կչղակների, իսկ քիթը երկարեց, դառնալով վայրի խոզի դունչ։ Նա դուրս վազեց պալատից և սկսեց թավալվել դաշտերի ցեխի մեջ, ուտելով խոտ և արմատներ։ Հայոց արքան խոզացել էր։ Ամբողջ թագավորությունը քաոսի և սարսափի մեջ էր։
Մարդիկ շշջմում էին, որ հին աստվածները լքել են իրենց, իսկ քրիստոնյաների Աստվածը ցույց է տալիս իր զորությունը։ Խավարը թվում էր անհաղթահարելի, եւ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ էր սպասվում այս դժբախտ երկրին։ Թագավորությունը խառնաշփոթի մեջ էր, խորտակված քաոսի եւ անելանելիության ծովում։ Ոչ մի բժիշկ, ոչ մի քուրմ, ոչ մի հեքիմ չէր կարողանում օգնել խոզակերպ արքային, ում մռնչյունները սարսափ էին սփռում ամբողջ մայրաքաղաքում։ Տրդատի քույրը, Խոսրովի դուխտը, անսահման վշտի մեջ էր։ Նրա սիրտը պատառոտվում էր եղբոր դժբախտությունը տեսնելիս։ Նա օրերով աղոթում էր եւ ողթում, իր արցունքներով ոռոգելով պալատի սառը քարերը։ Եվ մի գիշեր, երբ հոգնությունից ու տանջանքից ուշաթափվել էր, նա տեսիլք տեսավ։ Սպիտակ լուսեղեն հոգուստով մի էակ մոտեցավ նրան եւ ասաց. «Մի վհատվիր, հայոց տիկին, ձեր ցավերի դարմանը կա, բայց այն ոչ թե երկրի վրա է, այլ երկրի տակ։ Գնացեք Արտաշատ եւ այն մարդուն, որին ձեր եղբայրը գցել է խոր վիրապը, հանեք այնտեղից, միայն նա կարող է բժշկել թագավորին»։ Խոսրովի դուխտը արթնացավ սարսափի եւ հույսի խառն զգացումով։ Նա պատմեց իր տեսիլքի մասին պալատականներին, բայց նրանք ծաղրեցին նրան, նայելով նրան որպես խելագարված կնոջ։ «Տիկին, 13 տարի է անցել, այդ փոսում օձերից բացի ոչինչ չի կարող կենթանի մնալ։ Գրիգորը վաղուց փտել է, նրա ոսկորներն անգամ մոխիր են դարձել», ասում էին նրանք։ Բայց Խոսրովի դուխտը պնդում էր։ Տեսիլքը կրկնվեց 5 անգամ, ամեն անգամ ավելի պարզ, ավելի հրամայական, ավելի իրական։ Վերջապես նախարարները, տեսնելով տիկնոջ անսասան վճռականությունը եւ այլ ելք չգտնելով, հուսահատությունից համաձայնեցին։ Նրանք գնացին խոր վիրապ։ Երբ բացեցին վիրապի ծանր մամրակալած քարը, ներքևից փչեց գարշահոտ, թունավոր օդ, մահվան շունչ։ Ոչ ոք չէր հավատում, որ այնտեղ կյանքի նշույլ անգամ կգտնեն։ «Ով կա այդտեղ», վախվորած գոչեց սպասավորներից մեկը, եւ նրա ձայնը խուլ արձագանքեց խավարի մեջ։ Եվ տոտե տեղի ունեցավ անհավանականը։ Խորքից, խավարի սրտից լսվեց թույլ, հազիվ լսելի, բայց պարզ ձայն. «Ես այստեղ եմ, փառք Աստծուն»։ Ամբողջ բազմությունը քարացավ։ Դա չէր կարող ճիշտ լինել, սա անհնարին էր։ Նրանք շտապ պարան իջեցրին ներքև։ Քիչ անց նրանք վերև հանեցին մի էակի, որը հազիվ թե մարդու էր նման։ Նա ծածկված էր կեղտով եւ երկար խճճված մազերով, մաշկը սևացել էր խոնավությունից, իսկ մարմինը նիհարել էր մինչև ոսկորները, ասես կմախք լիներ։ Բայց նրա աչքերի մեջ վառվում էր մի աննկարագրելի գերբնական լույս։ Դա Սուրբ Գրիգորն էր։ 13 տարվա ստորգետնյա բանտարկությունից հետո նա ողջ էր։ Այս հրաշքը ցնցեց բոլորին։ Նրանք Գրիգորին տարան Վաղարշապատ, որտեղ նրան լողացրին, հագցրին մաքուր զգեստներ։ Առաջին բանը, որ նա արեց, գնալն էր այն վայրը, որտեղ նահատակվել էին հռիփսիմյան կույսերը։ Նա հավաքեց նրանց սուրբ մասունքները եւ 60 օր անցկացրեց աղոթքի ու ծոմապահության մեջ, խնդրելով Աստծո ողորմությունը հայոց աշխարհի համար։ Այնուհետև նրան տարան խոզակերպ Տրդատի մոտ։ Արքան, տեսնելով իր նախկին բանտարկյալին, ում ինքն էր դատապարտել դանդաղ տանջալից մահվան, սկսեց վախից դողալ եւ փորձեց թաքնվել։ Բայց Գրիգորի հայացքում չկար ատելություն կամ վրեժխնդրություն։ Նրա սիրտը լի էր անսահման կարեկցանքով։ Նա ծնկի իջավ, ձեռքը դրեց Տրդատի գլխին եւ սկսեց աղոթել։ Նա աղոթում էր երկար, ջերմեռանդորեն, եւ նրա աղոթքի հետ մեկտեղ սկսվեց հրաշքը։ Տրդատի մարմինը սկսեց փոխվել։ Խոզի դունչը հետ քաշվեց, կճղակները նորից դարձան մարդկային ձեռքեր ու ոտքեր, մաշկը մաքրվեց։ Երբ Գրիգորն ավարտեց աղոթքը, նրա առաջ կանգնած էր ոչ թե գազանը, այլ Տրդատ երրորդ մեծ արքան, ամբողջովին բժշկված եւ հոգով վերափոխված։ Այդ պահին Տրդատը խորը հոգևոր ցնցում ապրեց։ Նա ընկավ Գրիգորի ոտքերը եւ արցունքներով ասաց. «Քո Աստծոցն է ճշմարիտ Աստվածը, լուսավորիչ, ների՛ր ինձ իմ մեղքերի համար եւ սովորեցրու ինձ եւ իմ ժողովրդին ճանաչել նրան»։ Հենց այդ օրերին Գրիգորը տեսավ իր ամենահայտնի տեսիլքը։ Նա տեսավ, թե ինչպես է երկինքը բացվում եւ լույսի մեջ իջնում է ինքը Հիսուս Քրիստոսը եւ ոսկե մուրճով հարվածում է գետնին այն վայրում, որտեղ կանգնած էր հեթանոսական մեհյանը։ «Այստեղ կառուցիր իմ տունը», հնչեց երկնային ձայնը։ Այդ տեսիլքը նշանակում էր «Էջ միածին», «Իջավ միածինը»։ Դա հրաման էր կառուցելու հայոց առաջին մայրտաճարը հեթանոսության փլատակների վրա։ Հայաստանի մկրտության հրաշքը սկսվում էր եւ պատմության ընթացքը փոխվում էր ընդմիշտ։
Երբ Տրդատ արքան, ամբողջովին բժշկված եւ հոգեպես վերափոխված, իր նախկին բանտարկյալ Գրիգորի հետ միասին հայտնվեց ժողովրդի առաջ, ամբողջ երկիրը սարսափի, զարմանքի եւ անհավատության մեջ էր։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց գյուղից գյուղ, քաղաքից քաղաք։ Արքան բժշտվել է, քրիստոնյաների Աստվածը հրաշք է գործել։ Այս խոսքերը շշուկով փոխանցվում էին շուկաներում, զորանոցներում եւ տնային օջախներում։ Սակայն ոչ բոլորը ընդունեցին այս հրաշքը ուրախությամբ եւ բաց սրտով։ Ոչ։ Հեթանոս քրմական դասը, որ դարեր շարունակ վայելում էր անսահման իշխանություն, անհաշիվ հարստություն եւ անսասան ազդեցություն, իրենց գոյությանը սպառնացող մահացու վտանգ տեսավ։ Նրանց համար Գրիգորը սրբություն պղծող էր, իսկ Տրդատը իրենց աստվածներին դավաճանած ուրացող։ Սա ստություն է, սև կախարդանք, շշնջում էին նրանք ժողովրդի մեջ, փորձելով թույն սփռել մարդկանց սրտերում։ Այդ պարթևը մութ ուժերով է կապել մեր արքային։ Նա կործանելու է մեր հայրերի հավատքը եւ հայոց աշխարհը կմատնի դժբախտության ու սովի։ Ազնվականության մի զգալի մասը, որի հարստությունն ու բարեկեցությունը անխզելիորեն կապված էին հեթանոսական տաճարների հետ, նույնպես դժգոհ էր։ Նրանք վախենում էին կորցնել իրենց արտոնությունները, իրենց հողերը, իրենց իշխարությունը։ Ինչպես կարող ենք մենք հրաժարվել Արամազդից եւ Անահիտից, որոնք մեր զենքին հաղթանակ են պարգևել, եւ երկրպագել մի օտար խաչված պարտված Աստծո, բողոքում էին նրանք իրենց ճոխ խնջույքների ժամանակ։ Նրանք Գրիգորի մեջ տեսնում էին ոչ թե Աստծո մարդուն, այլ քաղաքական հակառակորդի, որը եկել էր խլելու իրենց իշխանությունը։ Հասարակ ժողովրդի մեջ նույնպես խառնաշփոթ էր։ Դարեր շարունակ նրանք ապրել էին հին աստվածների վախի եւ պաշտամունքի մեջ։ Նրանք զոհեր էին մատուցում բերքի համար, աղոթում էին առողջության համար, վախենում էին աստվածների զայրույթից։ Հիմա նրանց ասում էին, որ այդ ամենը սուտ է, որ իրենց պապերի հավատքը մոլորություն է։ Շատերը վախենում էին։ Իսկ եթե մենք ընդունենք այս նոր հավատքը, եւ Վահագնը այլևս չպաշտպանի մեզ թշնամիներից, իսկ եթե Անահիտը ցամաքեցնի մեր հողերը եւ անպտուղ դարձնի մեր կանանց, սկսվեց հոգևոր համոզմունքների եւ հարաբերությունների լայնածավալ ցավոտ վերանայում։ Ընտանիքներ բաժանվեցին, հայրը որդու դեմ դուրս եկավ, եղբայրը եղբոր։ Ոմանք ոգեշնչված արքայի բժշկման հրաշքով եւ Գրիգորի կրակոտ քարոզներով գաղտնի սկսեցին հավաքվել, լսել ավետարանի խոսքը եւ պատրաստվել մկրտության։ Նրանք դարձան Գրիգորի նոր դաշնակիցները, ապագա հայ եկեղեցու առաջին ամուր քարերը։ Մյուսները, ընդհակառակը, ավելի ամրացան իրենց հեթանոսական հավատքի մեջ, դառնալով նոր ուսմունքի անհաշտ հակառակորդներ։ Երիզայի եւ Աշտիշատի քրմերը, զգալով իրենց իշխանության կորուստը, սկսեցին բացահայտ դիմադրություն կազմակերպել։ Նրանք զինում էին իրենց կողմնակիցներին եւ սպառնում էին քաղաքացիական պատերազմով։ Երբ Գրիգորը Տրդատ արքայի ուղեկցությամբ սկսեց շրջել երկրում, քարոզելու նոր հավատքը, նրանց դիմավորում էին ոչ միայն ոգևորված բազմություններ, այլև քարերով ու անեծքներով զինված ամբոխներ։ Իրավիճակը ծայրաստիճան լարված էր։ Հայաստանը կանգնած էր ընտրության առաջ, կամ ընդունել Քրիստոսի լույսը եւ վերածնվել, կամ մնալ հեթանոսական խավարի մեջ եւ հնարավոր է կործանվել ներքին երկպարակչությունից։ Այդ պահին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս պայքարը կհանգեցնի ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական պատերազմի, հին աշխարհի եւ նորի միջև։ Սուրբ Գրիգորը, ոգեշնչված աստվածային տեսիլքից եւ զինված Տրդատ արքայի անվերապահ աջակցությամբ, սկսեց իր վճռական գործողությունները։ Նա այլևս չէր սպասում, այլևս չէր տատանվում։ Ժամանակն էր անցնելու խոսքից գործի, ժամանակն էր կործանելու հեթանոսական խավարը եւ հայոց աշխարհում վառելու Քրիստոսի լույսը։ Նրա առաջին թիրախը դարձավ Վաղարշապատի գլխավոր մեհյանը, այն վայրը, որտեղ իջել էր միացինը։ Տրդատ արքայի հետ միասին, ուղեկցվելով հավատարիմ նախարարներով եւ նորադարձ քրիստոնյաների մի փոքրիկ, բայց վճռական խմբով, նրանք մոտեցան տաճարին։ Հեթանոս քրմերը, տեսնելով նրանց, դուրս եկան սպառնավից կանգնելով մուտքի առաջ։ Ինչի իրավունքով եք պղծում մեր աստվածների սրբազան տունը, գոչեց ավագ Քուրմվորմիզդը, նրա ձայնը դողում էր զայրույթից։ Տրդատը մի քայլ առաջ արեց, նրա հայացքը պողպատի պես սառն էր։ Այսուհետ հայոց աշխարհում կա միայն մեկ Աստված, երկնքի եւ երկրի արարիչը։ Ձեր կուրքերի ժամանակն անցել է, հեռացեք այստեղից, քանի դեռ ողջ եք։ Սկսվեց ուղղակի բախում։
Քրմերը եւ նրանց զինված պահապանները փորձեցին դիմադրել, բայց արքայի զինվորները հեշտությամբ ճեղքեցին նրանց շարքերը։ Սուրբ Գրիգորը առաջինը մտավ տաճար։ Նա մոտեցավ Արամազդի վիթքարի ոսկեզոծ արձանին, բարձրացրեց իր ձեռքի փայտե խաչը եւ հզոր ձայնով աղաղակեց. «Քո անունով, Տեր Հիսուս Քրիստոս, թող կործանվի այս սատանայական կուռքը»։ Հենց այդ պահին տաճարը ցնցվեց, եւ արձանը սարսափելի դղրդյունով փուլ եկավ, փշրվելով հազանավոր կտորների։ Այդ օրը սկիզբ դրվեց հեթանոսական տաճարների համատարած կործանմանը։ Գրիգորն ու Տրդատը շրջում էին ամբողջ Հայաստանով, Տարոնից մինչև Գողթն, եւ ամենուր քանդում էին մեհյանները, դրանց տեղում հիմնելով եկեղեցիներ։ Բայց հեթանոսությունը հեշտությամբ չէր հանձնվում։ Երիզայում, Անահիտ Աստվածուհու գլխավոր սրբավայրում, նրանց դիմավորեց քրմերի եւ նրանց կողմնակիցների հզոր զինված բանակը։ Նրանք փակել էին տաճարի մուտքերը եւ պատրաստ էին մինչև վերջ պայքարել իրենց Աստվածուհու համար։ «Սա մեր հողն է, սրանք մեր աստվածներն են, դուք այստեղ օտար եք», գոռում էին նրանք։ Այդ պահին տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Տրդատ արքան, ով մինչ այդ զսպում էր իր զայրույթը, հրամայեց իր զորքին գրոհել։ Սկսվեց արյունահեղ ճակատամարտ, հենց տաճարի պատերի տակ։ Քրիստոնյաների եւ հեթանոսների միջև պայքարը վերածվեց բացահայտ պատերազմի։ Տրդատը, ով իր կյանքի մեծ մասն անցկացրել էր մարտի դաշտում, կռվում էր առյուծի պես, իր սրով ճանապարհ բացելով դեպի տաճարի դարպասները։ Սուրբ Գրիգորը, անզեն, կանգնած էր մարտի թեժ կետում, բարձրացրած իր խաչը եւ աղոթում էր իր ժողովրդի երկու կեսերի համար։ Ճակատամարտը դաժան էր, բայց ի վերջո արքայի զորքը հաղթեց։ Տաճարը գրավվեց եւ հիմնահատակ ավերվեց։ Նրա անասելի հարստությունները, ոսկին, արծաթը, թանկարժեք քարերը բաժանվեցին աղքատներին։ Այս հաղթանակը վճռորոշ էր։ Այն կոտրեց հեթանոսական դիմադրության ողնաշարը։ Այդ դեպքերից հետո Սուրբ Գրիգորը մեկնեց Կեսարիա, որտեղ ձեռնադրվեց հայոց եպիսկոպոս։ Նա վերադարձավ Հայաստան, իր հետ բերելով բազմաթիվ հոգևորականների, սուրբ գրքեր եւ եկեղեցական սպասք։ Սկսվեց հայոց աշխարհի համընդհանուր մկրտության նախապատրաստությունը։ Արածանի գետի ափին, Բագավան քաղաքի մոտ հավաքվեց հսկայական բազմություն Տրդատ արքայի, թագուհու, նախարարների, զորթի եւ հասարակ ժողովրդի գլխավորությամբ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մտավ գետը եւ սկսեց մկրտել հայերին հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Այդ օրը 301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Մթությունից դեպի լույս անցումը կատարված էր։ Բայց դա դեռ վերջը չէր։ Դա նոր, փառահեղ պատմության սկիզբն էր։ Հայոց աշխարհի համընդհանուր մկրտությունը դարձավ պատմության գագաթնակետը, մի վիթքարի հոգևոր իրադարձություն, որը ընդմիշտ փոխեց ազգի ճակատագիրը։ Արածանի գետի ափին, Բագավան քաղաքի մոտ հավաքվել էր անհամար բազմություն։ Այնտեղ էին Տրդատ արքան, հզոր ու վեհ, Աշխեն թագուհին, նրբագեղ ու բարեպաշտ, Խոսրովի դուխտ տիկինը, ողջ արքունիքը, նախարարները, զորքը եւ հասարակ ժողովուրդը, ծերերից մինչև նորածին երեխաներ։ Օդը լցված էր սպասումով եւ հուզմունքով։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սպիտակ հանդերձանքով կանգնած էր գետի մեջ եւ նրա դեմքը լուսավորված էր ներքին աստվածային լույսով։ Նա բարձրացրեց իր ձեռքերը դեպի երկինք եւ սկսեց աղոթել, իր հոտի համար խնդրելով Սուրբ Հոգու օրհնությունը։ Այնուհետև մեկ առ մեկ մարդիկ սկսեցին մտնել սրբազան ջրերը։ Սուրբ Գրիգորը նրանց մկրտում էր հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Երկնքից կարծես լույս էր հորդում եւ մարդկանց դեմքերը փայլում էին նոր հավատքի ուրախությունից։ Այդ օրը 301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Մթությունից դեպի լույս անցումը կատարված էր, բայց սա դեռ վերջը չէր։ Հակամարտությունը լուծված էր, բայց դրա հետքերը դեռ մնացել էին։ Հայ հասարակությունը բաժանված էր, շատերը դեռ գաղտնի պաշտում էին հին աստվածներին։ Իսկ քրմերը սպասում էին իրենց ժամին, վրեժ լուծելու համար։ Սուրբ Գրիգորը հասկանում էր, որ միայն մեհյանները քանդելը բավարար չէ, պետք էր մարդկանց սրտերում կառուցել Քրիստոսի տաճարը։ Տրդատ արքայի հետ միասին նրանք սկսեցին Հայաստանում եկեղեցիների եւ դպրոցների լայնածավալ շինարարություն։
Էջմիածնի մայր տաճարի հիմքը դրվեց հենց այն վայրում, որտեղ լուսավորիչը տեսել էր իր տեսիլքը։ Նրա կառուցմանը մասնակցում էր ողջ ժողովուրդը, արքայից մինչև հասարակ շինական։ Տաճարը դարձավ ոչ միայն հավատքի, այլև ազգային միասնության խորհրդանիշ։ Հրիփսիմյան եւ Գայանյան կույսերի նահատակության վայրերում կառուցվեցին նրանց անունները կրող եկեղեցիներ, հավերժացնելով նրանց սուրբ հիշատակը։ Խոր վիրապը, որը նախկինում մահվան եւ տառապանքի խորհրդանիշ էր, դարձավ ուխտատեղի, վերածննդի եւ անսասան հավատքի վկայություն։ Սուրբ Գրիգորը կազմակերպեց հայ առաքելական եկեղեցու կառուցվածքը, ձեռնադրեց եպիսկոպոսներ եւ քահանաներ, սահմանեց ծիսական կարգը։ Նա հասկանում էր, որ նոր հավատքը պետք է արմատանա ժողովրդի մշակույթի եւ լեզվի մեջ։ Այս գործը հետագայում պիտի շարունակեր նրա թոռանաշակերտը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, ստեղծելով հայոց գրերը։ Այսպիսով, Հայաստանի մկրտությունը դարձավ ոչ թե մեկ օրվա իրադարձություն, այլ մի ամբողջ դարաշրջան, լի պայքարով, զոհաբերություններով եւ հրաշքներով։ Այն դրեց հիմքը մի քրիստորեական քաղաքակրթության, որը դիմացավ պատմության բոլոր փոթորիկներին եւ պահպանեց իր ինքնությունը։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի քանի կարևոր հոգևոր դասեր։ Առաջինը՝ անսասան հավատքի ուժը։ Սուրբ Գրիգորը 13 տարի անցկացրեց գուբի մեջ, բայց երբեք չկորցրեց իր հավատքը, եւ Աստված նրան փրկեց։ Երկրորդը՝ ներման եւ փրկագնման զորությունը։ Տրդատը, որը դաժան հալածող էր, ապաշխարեց եւ դարձավ քրիստոնեության ամենամեծ պաշտպանը։ Երրորդը՝ աստվածային նախախնամությունը ազգերի պատմության մեջ։ Հայաստանի դարձը պատահականություն չէր, այլ Աստվոց ծրագրի մի մասը։ Եվ վերջապես, այն ցույց է տալիս քրիստոնեության վերափոխող ուժը, որը կարող է խավարը լույսի վերածել, իսկ մահը հավիտենական կյանքի։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք միասին վերապրեցինք մեր պատմության ամենահրաշալի էջերից մեկը։ Մենք տեսանք, թե ինչպես մի մարդու հավատքը եւ մի թագավորի ապաշխարությունը փոխեցին մի ամբողջ ազգի ճակատագիր։ Հիմա ես կցանկանայի լսել ձեր կարծիքը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ կանեիք դուք Տրդատի կամ Գրիգորի փոխարեն։ Ինչ դասեր քաղեցիք այս պատմությունից ձեր սեփական հոգևոր կյանքի համար։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն ուշադրության համար եւ թող Աստծո օրհնությունը լինի ձեզ հետ։